Ողջույն եւ բարի գալուստ Python podcast։ Ձեզ հետ կրկին Python ու Finn են։ Այսօր մի շատ կարևոր, բայց հաճախ անտեսված թեմայի մասին ենք խոսելու՝ հին մարտկոցների վնասակարությունը։ Հիսո, էլի խառնվել ես աշխարհը փրկելու գործին, մի հատ մարտկոցն ինչ պիտի անի։ Ինքն իրեն չպիտի քայքայվի աղբի մեջ։ Հենց դա է խնդիրը։ Մարտկոցն ինքն իրեն քայքայելով վնասում է մեզ։ Ներսում վտանգավոր նյութեր կան՝ սնդիկ, կապար, կամձյուն։ Երբ քայքայվում են, ներծծվում են հողի մեջ, թափանցում ջրի, հետո էլ մեր սննդի մեջ։ Լուրջ, ճիշտն ասած, մեկ-մեկ ձեռքս կեղտոտվում էր հին մարտկոցից, բայց չէի մտածում, որ այդքան լուրջ է։ Հա, ու պատկերացրու ամեն օր որքան մարդ է հին մարտկոցը ուղղակի նետում աղբաման։ Այդ բոլորը միասին արդեն մեծ խնդիր են դառնում։ Լավ, նենց ես խոսում, ոնց որ միայն ես եմ քայքայում բնությունը։ Իսկ ինչ եմ անելու, մարտկոցը սպառվեց, ուր տանեմ։ Ուղղակի պիտի առանձին դրանք հավաքես։ Քաղաքում արդեն կան հատուկ տարաներ մարտկոցների համար։ Խանութներում, դպրոցներում, գրասենյակներում անհրաժեշտ է ուղղակի հավաքել դրանք մի տուփի մեջ։ Ինչ լավ է, հիմա էլ պիտի հատուկ մարտկոցի պահարան ունենամ տանը։ Այդ պահարանը կարող է ուղղակի հին տուփ լինել։ Կարևորը չխառնես կենցաղային աղբին։ Բնությունն ու քո առողջությունը քեզ շնորհակալ կլինեն։ Իմ խնդիրները քիչ են, հիմա էլ պիտի մտածեմ մարտկոցների ճակատագրի մասին։ Բայց դե հա, լավ ես ասում։ Փոքր բան է թվում, բայց եթե բոլորս մի հատով փչացնում ենք, դա հազարներով է դառնում։ Հենց դա էլ հիմնական միտքն է։ Մարտկոցները փոքր են, բայց վնասը մեծ։ Հավաքիր առանձին, հանձնիր ճիշտ տեղում, ու դու արդեն օգնում ես շրջակա միջավայրին։ Լավ է, գնամ մի տուփ ճարեմ։ Չասես Python ասեց Ֆինը չարեց։ Այ ապրես, դու տուփը գտիր, ես մարտկոցների մասին քեզ ամեն ամիս կհիշեցնեմ, որ չմոռանաս։ Մարտկոցներն աղբ չեն, հավաքում ենք դրանք առանձին։ Լրացուցիչ բովանդակության համար այցելեք Python հավելված կամ լսեք մեր մյուս Python podcast-ները։ Սովորելը հրաշալի է ձեզ եւ ձեր զրուցակիցների համար։ Ձեզ հետ Python եւ Finn-ն էին։ Կհանդիպենք հաջորդ անգամ։